հիմնական հարցը քննարկեցինք հենց հիմա անհապաղ ազատ արձակելու այդ իրավասությունը, այսպես ասած իրավական վեճի մասով, որ դատախազությունը ունի ուղղակի լիազորություն հենց այս պահին փոխելու ընտրված խափանման միջոցը, ասում են, որ այտենց լիազորություն չունի, մինչև չլինի դատաբժշկի փորձաքննություն չի կարող այս խափանման միջոցը փոփոխվել։ Ես էլ ասում եմ, որ մեր պրակտիկան նայեք, դատաբժիշկները երբ կարան ինչ անեն, ասում եմ, առաջին պահից սկսած այդ փաստաթղթերը եղել են քննիչի տրամադրության տակ, սենց դաժե մեծ մասնագետ պետք չի լինելու, որ հասկանալ շատ բարձր ռիսկը ինչա նշանակում, հիվանդության շատ բարձր ռիսկ ձևակերպումը ինչա նշանակում։ Էլի ասել եմ, ինքը ասելա, որ նման պրակտիկա չունեն, ասում եմ, դե պրակտիկայի խնդիրն է, կարելի է այդ պրակտիկան փոխել, եթե օրենքը ձեզ տալիս է այդ հնարավորությունը, ես էլ հիմա մեկնաբանում եմ, անհնար է ձևակերպել այնպես, դե եկեք գիտեք ինչ կա, հա, ոնց որ այս փաստաթղթերը վկայում են նրա մասին, որ անձը այս հիվանդությունը ունի, բայց քանի որ մենք մասնագետ չենք, եկեք նավսյակի տանենք, այդ մարդուն կալանավորենք, այնտեղ ինչ կլինի, հենց այդ թուղթը կունենանք, որը կհավաստի, որ այս հիվանդությունը հենց այդ կառավարության հիվանդությունն է, այդ հիմքով կփոխենք։ Հիմա չունենք, առավելագույնը, որ կարող ենք, այսինքն հասկանալով այս ձեր մեկնաբանման բանը, իրադրության լրջությունը նաև այս բանը, այնա որպեսի բան անենք, հորդորենք դատաբժիշկներին ու այդ իրավասու մարմիններին, որ արագ այդ եզրակացությունը հրահանգեք, ոչ թե հորդորենք։ Հա, հրահանգեն ու բան անեն, որ արագ, բայց այդ արագը ես չեմ ուզում պրակտիկայի շատ օրինակներ գիտեմ, գիտեմ, որ այդ արագը շատ արագ չի, այդ արագը չի լինի։ Ժամկետներ ասեցին ձեզ, կոնկրետ ժամկետներ, 1 շաբաթում, 5 օրում, 6 օրում։ Ժամկետ չի ասվել, նո ասել են, եթե կարա լինի պայմանականին վաղն էլ կարող է լինի, բայց մենք ունենք տվյալներ, հիմա ուրիշ գործերից օրինակներ չբերեմ, որ այդ անհապաղ բաները ընդհուպ մինչև 1 ամիս, 2 ամիս հետո դեռևս իրականացված չեն լինում։ Ներողություն, հիմա ձեզ կոնկրետ ժամկետ չասվեց, դուք ներկայացրեցիք փաստեր, անհամատեղելի է, կյանքին վտանգ է սպառնում, ժամկետ չասվեց ձեզ։ Ժամկետ չի ասվել, ասվել է, որ քանի դեռ չունեն իրենք փորձագետի եզրակացություն, որ անհամատեղելի է, հիմք չունեն։ Ասում եմ խորհուրդ տալիս, տարեք վերաքննիչով փոխեք, մյուսով վերաքննիչներ։ Ես ասում եմ, ես վերաքննիչի ժամկետների մասով էլ չեմ կարող վստահություն ունենամ։ Ես հիմա ունեմ ձեր մոտ տված փաստաթուղթ, դուք օբյեկտիվ քննություն իրականացնող, վարույթն իրականացնող մարմնին հսկող դատախազն եք։ Այդ քննիչը ինչքանով է օբյեկտիվ իրականացրել այդ քննությունը, երբ որ այն պահից, երբ որ հայտնվել է իր ձեռքի տակ այս բժշկական փաստաթղթերը, այդուհանդերձ միջնորդել է, որպեսզի կալանքը կիրառվի։ Հիմա սա օրինական է, թե օրինական չի, այս հարցի պատասխանը տվեք։ Տիկին Սողոյան, նայեք, ձեզ այսօր ընդունել է գլխավոր դատախազի տեղակալը, ասացիք։ Այո, նախորդ անգամ էլ կարծեք հանդիպում է եղել, նույն մարդու հետ է հանդիպումը եղել։ Ես քանի որ այդ ժամանակ զբաղված էի հենց այս միջնորդությունները կազմելով, ես չեմ հանդիպել Տիկին Մարիամին։ Բայց այս ժամանակ կարծեք ինչ որ ըստ մամուլի հրապարակումների խոստումներ են եղել, որ ընթաց կտրվի եւ այլն, եւ հիմա հաստատի այս վիճակն է, ասել է տեղեկություններ չունեմ, մանրամասներին չեմ տիրապետում։ Մանրամասներին փաստական տվյալներով, այսինքն ոնց է դեպքը եղել, որ այդ դեպքը պրովոկացվել է ռազմական ոստիկանության աշխատողների կողմից, որ ընդհանրապես այդ քաշքշուկը, որ սկսել է Արսեն Ղուկասյանը չի եղել, որ ինչի է տարբերակված մոտեցում, այնտեղ շատ մարդիկ են եղել, որ նույնիսկ մի քանի օրը չի բավարարել, որ տեղեկանա մանրամասների մասին։ Փաստացի չէ, դե կարծում հսկող անմիջական հսկողը չի, երևի վերահսկող դատախազի վերադասն է։ Այս գործողությունները չեն կատարվել, այստեղ մարդիկ կան, որ այդ միջադեպին ներկա են եղել, այս մարդիկ առ-այսօր չեն կանչվել հարցաքննության, այն կասկածները, այն հաղորդման մասին, որ հանցագործության մասին հաղորդում է տրվել, որ հարվածներ են հասցվել, նաև այդ քաշքշուկը պրովոկացվել է ռազմական ոստիկանության ծառայողների մասին, այս մասով քննության մասին ես տվյալ չունեմ։ Այսինքն այս ամեն ինչը չի իրականացվել եւ հիմա ասում եմ թողած մի կողմ այդ ամբողջ մանրամասները, որին կարող էր չտիրապետել, թե ինչու օրինակ տարբերակված մոտեցում, ինչի այս եթե կար
3 մեղադրյալ ըստ վարույթն իրականացնող մարմնի 2 թե 3 չեմ անանում, կարծեմ 3 նշեցին։ Ինչի հենց պետքա կալանքը խափանման միջոց կիրառվեր հենց Արսեն Ղուկասյանի նկատմամբ եւ այն պայմաններում, երբ որ ունի ինքը այս առողջական վիճակը։ Տիկին Սողան, այս հանդիպումից դուք ինչ հետևություններ արեցիք եւ ձեր հետագա քայլերը։ Հետևություններս, որ մարդկային առումով հասկանում են բանը, բայց պաշտպանվում են քրեադատավարական նորմերի հետևում եւ ունեցած պրակտիկայի հետևում, այլ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության սկզբունք։ Հիմա ձեր անելիքը որը պետք է լինի այս պահին։ Այս պահին անելիքս, այսինքն նաեւ օգտագործել մնացած բոլոր լծակները, այդ վերաքննիչ բողոքը պետք է կազմեն, բայց հասկանում ենք, որ այս ամենը ժամանակա տանում։ Բյուրոկրատիայի հետևում մեզ դա ստիպում են աշխատեցնել, միևնույն ժամանակ հոսում են այդ ժամկետները, երբ որ մարդը գտնվում է անազատության մեջ ու այս ինչ պիտի անի, մի օրինակ որտեղ հանդիպում եղել էր, առանձնազրույց եղել է, ասեն խորհրդապահական բանի շրջանակում, ամեն դեպքում ասելիք չունի այս փուլում հաշվի առնելով, որ իսկապես կյանքը վտանգված է այս փաստաթղթերի բժշկական։ Դե ասում են, որ ուղարկել են, այդքանով մի պիլի ազորությունները սահմանափակվում են, այսինքն ահազանգը ըստ պատկերացնում են, որ բոլոր առողջական խնդիրների մատնանշմամբ ուղարկվում է, բայց ՄԻՊ-ը ոչ լիազորություն ունի անձին կալանքից ազատելու, ոչ էլ դատարան ներկայացնելու, ոչ էլ ինչ-որ բան, ասել են, որ գրություններն ուղարկել են, ուղարկվել են։ Տիկին Սողան, փաստացիք կցանկանայի եւս մեկ անգամ կրկնել, դուք ում հետ հանդիպեցիք գլխավոր դատախազությունը անձնանունը Բահրամ չի Վարուժան։ Ազգանունն ասեք։ Չեմ կարող Եվ ըստ էության հանդիպումը հանդիպումը անապարդյուն էր։ Ըստ էության ձեր պահանջներին ընթացք չտրվեց, ասեցին օգտագործեք ձեր մասնագիտական բոլոր գործիքակազմերը։ Սա կարող ենք հասկանալ։ Այո, եւ ասեցին, որ իրենց իրավասության շահմաններում կփորձեն, որ դա հնարավորինս այդ դատաբժշկի եզրակացությունը, որը կասի, որ այդ հիվանդությունը, այս հիվանդությունն է, հնարավորինս շուտ, բայց իրենց կողմից նախաձեռնելով քրեական դատավարության 117-րդ հոդվածի 2-րդ մասի լիազորությունը հասկանալով, որ իրավաչափության պայման է փոխված, չեն գործարկելու, որպեսզի փոխվի խափանման միջոցը։ Շնորհակալություն։ Տիկին Սողոյան, այստեղ հավաքված մարդիկ նաև խոսել են, որ փոխանցել իրենք իր հանդիպեն Այս մասով բան չեն արել, ասել են, որ փաստաբանի հետ են, որ ասեմ շատ ծավալուն քննարկում չեն ունեցել։